Ճանաչել զիմաստություն եւս խրատ, իմանալ զբանս հանճարով։ 5 կտակարանի առակած գրքի այս նախադասությունը թերևս ծանոթ է բոլոր նրանց, ովքեր երբևէ հայերեն են սովորել։ Թեև մինչ գրերի գյուտն էլ հայ ժողովուրդը հարուստ բանահյուսություն ուներ, սակայն հայ գրավոր ավանդույթը սկզբնավորվում է հենց այս նախադասությամբ եւ գրքի հայերեն թարգմանությամբ։ Ինչ ազդեցություն է ունեցել Աստվածաշնչի թարգմանությունը հայ գրականության զարգացման վրա։ Այս հարցը զուգահեռ քննարկելու ենք գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Ողջույն Արքմենիկ, ուրախ եմ, որ թարգմանչած տոնի օրը մենք զրուցում ենք հենց այս թեմայի շուրջ եւ նաեւ գիտեմ, որ քեզ շատ հոգեհարազատ թեմա է, որովհետեւ դու զբաղվում ես միջնադարյան գրականության, ժանրերի ուսումնասիրությամբ։ Սկսենք հենց այս նախադասությունից, որը դարձել է խորհրդանիշ, սիմվոլ, մի այդպիսի մնայուն պատկեր, որը բացի դրանից նաև պայմանավորել է իմ կարծիքով հայ միջնադարյան գրականության գաղափարական ուղղություններից առնվազն մեկը։ Տես դու միանշանակ իրավացի ես, բայց ես ավելի կսկասնեմ, քո տեսակետը, բայց վերջերս առիթ եմ ունեցել տարբեր տեղեր խոսելու մեր միջնադարյան գրականության, մասնավորապես պատմագրության մասին, տարբեր այսպես հարցադրումների շրջանակում, բայց լսել եմ նաև հակադիր տեսակետներ, որ մենք 21-րդ դարի դիրքերից ենք, նայում երևույթներին որոշակի հետահայացությամբ, այնինչ հենց բուն միջնադարում, կոնկրետ այն ժամանակահատվածում, երբ որ արվում էր, կատարվում էր այդ արարքը, դա բոլորովին այլ նշանակություն է ունեցել, բոլորովին այլ բաներից է բխած եղել, բայց ես այնուամենայնիվ կդիրքավորվեմ 21-րդ դարի այսպես իմ դիտանկյունից եւ կասեմ հետեւյալը, որ դա ամենևին պատահական ընտրված նախադասություն չէ, անկախ թե բուն առակած գրքում բովանդակային, համատեքստային ինչ նշանակություն ունի, որովհետեւ եթե ուշադրություն դարձնենք երևույթների այսպես հատույթային ընդգրկումներին, մենք տեսնում ենք իմաստնության, որը նաեւ փիլիսոփայություն տերմինով կարող ենք բնորոշել, տեսնում ենք սխրատ տերմինը, որը կարող ենք ամենատարբեր մեկնությունների եւ նմանատիպ դրան մոտ այլ ժանրերի դրամաբանությամբ իշխել եւ ըստ հանճարով, նաեւ հանճարների ստեղծածը, խոսքը, որը կարող էր արտահայտվել եւ պատմագրությամբ եւ մնացած այլ ժանրերով, որոնք անտիկ աշխարհից մեզ ծանոթ էին։ Ես կարծում եմ, որ բացենք այս նախադասությունը, բացում ենք այս նախադասությունը, որոշ հիմնական ուղղություններ առնվազն 5-րդ դարի գրականության զարգացումը մենք տեսնում ենք։ Հենց մենք տեսնում ենք, որ ինչպես գրերի գյուտի այդ ամբողջ շրջանի բոլոր արարքները Դանիելյան գրերի փորձարկումից սկսած Վռամշապուհի հոգատարությունից վերջացրած Սահակ Պարթևի դպրոցներ բացելով, չգիտեմ, կոնկրետ աշակերտների Ալեքսանդրիա ուղարկելը եւ հենց Աստվածաշնչից սկսելը, չգիտեմ, եւ ընդհանրապես գրերի գյուտի նպատակը էություն է, որ վերլուծում ենք եւ երբ որ կանգ ենք առնում ես ընտրված նախադասության այս 3 ճյուղերի վրա, մենք տեսնում ենք, որ սա, այսպես ասեմ, էլի միջնադարյան պատմագրության մեջ մեծպիսի ներտեքստային կառուցվածքային միավոր կա, կոչվում է ծրագիր խոստում։ Սա ծրագիր խոստումն է, սա այն ծրագիրն է, որը որպես խոստում այս նախադասության, որպես առաջնեկի թարգմանությամբ սկզբնավորում է այն process-ը, որի հետ մենք առնչվեցինք ոսկե դարում եւ որը կարող ենք ասել այսօր 21-րդ դարից իրականացվել է փայլուն կերպով, որովհետեւ մենք առնվազն, եթե մնացած բաղադրիչները այսպես զանցառն են կամ մի պահ մոռացության տանք, մենք գործ ունենք 5-րդ դարում արդեն համաշխարհային ամենաառաջադեմ եւ լավագույն փիլիսոփայական մտքի թարգմանության հետ, որ շատ հեռու չգնանք, միայն Դավիթ Անախտի նրա թարգմանությունների եւ սեփական երկասիրությունների գոյությունը արդեն դրա փաստարկումն է։ Մենք ըստ ամենայնի արդեն 5-րդ դարում ունեին գրեթե բոլոր նշանավոր եւ կարեւոր մեկնությունները, որովհետեւ սա էլ է շատ էական հասկանալ, միայն Աստվածաշնչի թարգմանությունը բավարար չէր, որովհետեւ անգամ այսօր, երբ որ Աստվածաշունչը ունի մեկնությունների ամենատարբեր դրվագների, հատվածների, կերպարների մեկնաբանության կարիք, բարձր է ինչ մեծ կարեւորություն կարող էր այդ ամեն ինչ ունենալ միջնադարում։ Մենք այդ ժամանակ ունեցանք բոլոր կարեւոր մեկնությունները, Աստվածաշնչի գործառնականությունը, կիրառելիությունը մեր ժողովրդի հոգեվոր կյանքում ավելի առարկայական դարձնելու համար եւ տեսեք, մենք 5-րդ դարում չունեինք որևէ հանճար համաշխարհային նշանակության, եթե իհարկե Հոմերոսին չնայած կարող է թարգմանել են, չի ասել մեզ էլի, ես հակված եմ մտածելու, որ թարգմանել են այդուհանդերձ, եթե 5-րդ դարում հայտնի եղել իհարկե, մենք ըստ ամենայնի հատկապես մտքի, մտածողական հետ կառուցակարգերի տեսանկյունից չունենք համաշխարհային նշանակության որևէ մատյան
որը հայերեն չկար եւ այդ էլ հայտնի դեպք է շեշտենք, որ այս նախադասության շնորհիվ է, որ այսօր անգամ հույները եւ էլի ժողովուրդներ ունեն իրենց հերինակներին շնորհիվ մեր հենց թարգմանությունների, որտեղ իրենց բնագիր տեքստերը չեն պահպանվել։ Եթե Մաշտոցը օրինակ եւ Ոսկե Սարացու երկրի քրոնիկոն եկեղեցու պատմությունը, այնպես որ ես կարծում եմ, որ Մաշտոցի եւ նրա համախոհների ընտրությունը այս նախադասության շատ էական էր եւ երբ որ էլի հիմա այսօրվա դիրքերից նաեւ վերլուծենք, սա սովորական ծրագիր խոստում չի, որ իրագործվեց փառահեղորեն։ Սա պայմանավորեց ոչ միայն հետագայում արվեստի, գրականության, մտքի զարգացման այդ process-ների ուրույնությունը եւ ճանապարհը, այլ մեծ հաշվով պայմանավորեց մեր ժողովրդի հոգեբանությունը, պայմանավորվեց մեր ժողովրդի մտածողության յուրահատկությունները եւ ընդհանրապես արժե համակարգը, ես կարծում եմ, այս մեկ նախադասության մեջ ուզում ենք հավատալ դրան, որ սա դարձել է քո ասածի պես ինքնության ինչ որ մի կոդ կամ կոդավորում, որ դպրոցում գրատախտակների վրա այդպես գրվում է։ Այ դու ասացիր է պատահական չէ, որ այն մարդը, որ հայերեն է սովորել, այս նախադասությունը գիտի։ Բայց իհարկե, այստեղ շատ կարևոր է այս կոդը, նպատակադրումը իհարկե թարգմանության, որով մեր հայրերը փաստորեն այս գրչության հայրերը, ստեղծողները, թարգմանիչները փորձել են ուղղորդել կամ առնվազն իրենց երազած հայի տեսակը ստեղծել սրանով, բայց նաև եթե գալով արդեն մեր հաղորդման խնդրին, որքանով է հենց բուն Աստվածաշնչի այդ թարգմանությունը, նաև մյուս երկերի կարծես, օրինակ պայմանավորել լեզվի մշակումը, որովհետև մենք տեսնում ենք 5-րդ դարում կարծես թե գրերի գյուտը նոր է եղել, մի քանի տասնամյակ ասում է եւ հրաշալի փայլուն գրականություն։ Որ ասում եմ, դու ասացիր, ինքնատիպ ոչ, յուրահատուկ լեզու, գեղարվեստական ամենատարբեր մտածողության ձևեր, որքանով էլ որ մեր հեղինակները դիցուկ Մովսես Խորենացին հրաշալի գիտեր հունական գրականությունը, լեզուն գիտեր եւ այլն, բայց այդ ամեն ինչը պետք է հայերենի փոխադրել, օրինակ տեսություն կա եւ թերևս ճիշտ է, այսինքն նաեւ ճիշտ է հայտնի է, որ Աստվածաշունչը մինչ գրավոր թարգմանությունը բանավոր թարգմանության ընթացք է անցել, այսինքն լեզուն արդեն իսկ մշակվել է եւ գուցե ոչ միայն Աստվածաշունչը, այլ նաեւ այլ բնագրեր եւս։ Դա իր հերթին, տես, մի հետաքրքիր բան էլ ասեմ, զուտ ըմբռնման տեսանկյունից, երբ որ մենք ասում ենք ոսկեդար, այդուհանդերձ դա գիտես ինչի մեր մտապատկերներում միշտ ասոցացվում է այն կարճ շրջանի հետ, համեմատաբար, երբ որ գրերի գյուտը եղավ, բայց ոսկեդարը մի ամբողջ դար է, հա, 100 տարի, լավ, այսպես ասեմ, որ պատկերացնենք, կամ ոչ լրիվ 100 տարի, սա իսկապես շատ չափազանց կարևոր եւ մեծ ընթացք է, որտեվ այն գլոբալ փոփոխությունների համար, որ կատարվեցին։ Իհարկե դու նշեցիր այդ տեքստերի որակը Խորենացու մյուսների իսկապես ապշելու բան է, չունենալ հա գրային ավանդույթ, ինչպես մեզ սովորեցնում են կամ ասում են, ու միանգամից տեքստերի այդ մակարդակը, ես այդ ամեն ինչը պայմանավորում եմ Աստվածաշնչի թարգմանությամբ։ Բացի այն հանգամանքով, որ բանավոր թարգմանում էին, դե Խորենացու մասն էլ կա, Կորյունն ասում է, որ գնում այդ քարոզների բաների ժամանակ, կարդում էին Աստվածաշունչը, միանգամից տեղում թարգմանում էին հայերեն, դա իր հերթին, բայց տես, Աստվածաշունչը պատահական չի այդ գրքերի գիրք ասված է, էլի, գրքերի գիրք ասվածը ոչ միայն նրա համար է, որ ամենասուրբ գիրքն է, չգիտեմ, եւ այլն, այլ Սա մի գիրք է, որը պարունակում է աշխարհի բոլոր ժանրերը, աշխարհի բոլոր պատմությունները, սյուժեները, պատմելու ձևերը, կերպարակերպման ամենատարբեր, չգիտեմ, ամենապրոզաիկ տեքստից 5 կտակարանային որոշ հատվածներ, մինչև խոսքի բանաստեղծականացման եւ աստվածացման մեծագույն թռիչք, ինչպիսին, ասենք, Քրիստոսի քարոզներն են, հա, քարոզներն են, հատկապես լեռան, հա, եւ այլն, այդ Սամոսների մասն էլ չասեմ։ Հիմա սա բավարար հենք է ձևավորելու սեփական ոչ սեփական գրականություն, մանավանդ որ այս թարգմանությանը զուգահեռ մեր մեծերը կազմակերպել են նաև այդ աշակերտների բնականաբար համապատասխան կրթություն ստանալը, հա, եւ ես մեծապես հավատացած եմ այսօր տարիների դարերի հերվից, որ ահա այդ կրթությունը, ոճերի ուսումնասիրությունը, որին շատ մեծ տեղ էր տրվում ընդհանրապես միջնադարում, կատարվել է հենց Աստվածաշնչի թարգմանության հենքով։ Եվ ինչն է այստեղ նաև հատկանշական այդ առումով էլ կարևոր, մենք երբ որ խոսում ենք թարգմանության մասին, բացի այդ բանավոր շրջանը, մենք պետք է նաև ամրագրենք այն փաստը, որ
տասնամյակներ է տևել, հա, այդ Սահակ Մեսրոպյան կոչվող երկու թարգմանությունը, այո, տասնամյակներ է տևել եւ դրա վրա սերունդներ են աշխատել, այո, սերունդներ են աշխատել, հետո արդեն 30-ական թվականներին նորից վերանայվել է։ Այո, անդադ վերանայվել է, կենթանացել է ոճով եւ մնացած հատկանիշներով եւ միևնույն ժամանակ կենթանացրել է մեր գրականությունը, որովհետեւ տես հստակ էլ այդ փոխադարձության սկզբունքը նայենք, ինքը շատ մեծ ազդեցություն թողել է մեր մատենագիրների վրա, մեր մատենագիրների ստեղծածը դրա հենքով արդեն դարձել է ինքը իր երթին հենք, որով արդեն կատարվել էր այդ առաջին թարգմանության վերանայումները, շտկումները ամենատարբեր, էլի։ Մի ցավալի բան կա իհարկե, Վիկտորին մոտեցում է, որովհետև թարգմանությունը հատկապես Աստվածաշնչի դեպքում որոշակի մեկնաբանություն եւ մեկնություն է անխուսափելու է, այսինքն այս դեպքում մեր գրականություն, մեր այս հեղինակներ այս փորձառությամբ, կրթությամբ եւ այլն արդեն գուցե նաեւ աստվածային ներշնչմամբ արդեն հասունացել են այս աստվածաշունչը ավելի հայացնելու, որովհետեւ եւ նաեւ ինքնուրույն գրականություն ծնունդ տալու, ձևավորելու այս գրափար լեզուն, չէ՞, ի վերջո գրավոր դարձնելու։ Եվ այստեղ էլ այդ քո ասացի առումով չափանիշ է այն, որ այդուհանդերձ գրաբարը հետագայում եւ ընդհանրապես, չգիտեմ, որոշ բացառություններ չհաշված, նարեկացու լեզուն, լամրոնացու լեզուն, ինչ որտեղ մի քիչ տաթևացու լեզուն չունեցավ այն բարձրակետը, ինչ ունեցավ 5-րդ դարում, որտեղ են նույնիսկ եթե գործ ունենք ընդհանրապես չափանիշների հետ, հետագա դարերում, ասենք նույն դրասխանակերտում մոտ մյուսների մոտ նրանց չափանիշը հա ոսկե դարի լեզվին, հա ոճերին մոտենալն է, երբ որ դա հաջողվել է, արդեն այստեղ մի ցավալի բան կա ուղղակի բազմազանությունը, օրինակ հենց եթե մեր պատմագրության մասին խոսենք, որ 5-րդ դարի ամենից այդպես տարածված ժանրն է, մենք տեսնում ենք այս համադրականությունը, որը Աստվածաշնչից է գալիս, եւ նաեւ այս հեղինակների մեծ վարպետությունը համադրել է բոլոր ժանրերը՝ թուղթ, տեսիլ, վարք, վկայաբանություն, հակաճառություն, ջատագովություն, ինչ ասես կա, այո, եւ բոլոր այս ժանրերը որ կան, այո, եւ բերում են, համադրում են եւ ստանում են իսկապես գեղարվեստական ամբողջական պատկերներ։ Տես, ես երբեմն թող բան չլինի համեմատելը, ես երբ որ երբեմն խորենացու հայոց պատմությունը յուրովի համեմատում եմ Աստվածաշնչի հետ, հա, նաև ոչ միայն այդ գաղափարական, չգիտեմ, ազգային սնապարտության ինչ որ դոզաներով, այլ նախ եւ առաջ կառուցվածքը նկատի ունեմ, որովհետեւ ընդհանրապես գրականությունը այդ շրջանում ամենածաղկող ժանրը բնականաբար մեր իրականության մեջ պատմագրությունը ունի իդեալ, հա, հասնել այդ այն կատարելությանը, որը ունի Աստվածաշունչը, հա, եւ պատմագրությունը, այո, պատմագրությունը նշած զողը, այո, պատմագրությունը որպես ձևվածք, որպես կառուցվածք, այդ համադրականությունը նախ եւ առաջ ամենատարբեր ժանրերի, ոճերի եւ այլն, բնականաբար նախ եւ առաջ Աստվածաշնչի կրկնօրինակումն է, հա, եւ մեր պատմագրության մեջ հատկապես դասական դա լավագույնս է արտահայտվել եւ մի շատ կարեւոր հատկանիշ էլ կա, Աստվածաշունչը ոչ միայն կառուցվածքաբանորեն է ներշնչել մեր մատենագիրներին, այլ նաեւ Աստվածաշունչը մեր մատենագրության մեջ ամենից առատ մեջբերված գիրքն է, ամենից առատ եւ ընդ որում այս մեջբերումները այդպես պատահական մեջբերումներ չեն, դրանք ունեն ամենատարբեր ֆունկցիաներ, գործառույթներ, նախ որպես իրականության կամ հավաստիության փաստարկում են ծառայում, ունեն ոճական, այսպես ներդրում, բայց առաջինն գաղափարական, այսինքն խոսքը անհրաժեշտ է հիմնավորել եւ հիմնավորելու համար գաղափարական այդ քրիստոնեական աշխարհի այդ գլխավոր չափանիշ երկով, չգիտեմ, եթե Եզնիկ Կողբացի կարդանք, Եղծաղանդոցը, նույն խորենացու ուղումները, հետագա շրջանի տաղերգությունը, նարեկացու ամբողջ ստեղծագործությունը, այսինքն, բայց այս հղումները կրկին ինքնանպատակ չեն, ասացիք, բազմաթիվ գործառույթներ ունեն, բայց առաջին հերթին ցույց են տալիս այս գաղափարական, փիլիսոփայական, քրիստոնեական գաղափարների եւ արժեքների հիմնավորվածությունը եւ կապ է ստեղծում, այո, Սուրբ գրքի հետ, նաեւ այստեղ հավատ որոշակի բան կա, բնականաբար գրական, գեղարվեստական, գրողական արարքի խնդիր չէ, այստեղ կամ էլ գիտելիքները ցուցադրելու խնդիր, այլ հավաստի դարձնելու, կապ ստեղծելու սուրբ գրքի անառարկելի ճշմարտությունը Աստվածաշունչը, նույն հավերժական ճշմարտությունները։ Ես կուզեի ավելի մի քիչ խոր նայենք այդ ազդեցությանը Աստվածաշնչի, որտեվ դա բնական է միջնադարին մեր քրիստոնյա մշակույթին
բնորոշ են բնականաբար այն բոլոր հատույթները, որոնք վերաբերում են հոգևոր ոլորտին, բայց Աստվածաշունչը ես սա որպես մեծ առավելություն եմ նշում, շատ գործնական տեսանկյունից են նաև շատ մեծ ազդեցություն թողել մեր միջնադարյան մատենագրությանը եւ ընդհանրապես մինչեւ այսօր մեր գրականության զարգացման վրա, որովհետեւ մենք կարող ենք իհարկե խոսել շատ ամենատարբեր բազմազանություններից գրականության մեջ, բայց այդ բոլոր բազմազանությունները հենց Աստվածաշնչով են թելադրված, հա, ես նույնիսկ փորձեք այս հարցի պատասխաննել որոնել ու կտեսնեք, որ մենք չունենք մեր միջնադարյան ամբողջ ընթացքում ընդհուպ մինչև նորագույն շրջանի գրականություն կառուցվածքային որևէ ձև, որևէ հատույթ, որը նախապես Աստվածաշնչում ամրագրված չէ, հա, էլ ավելի մի կարևոր բան ասեմ, Աստվածաշունչը նաև այնքան համապարփակ եւ ընդգրկուն է, որ 20-րդ դարի կեսերին Պաուլ Սևակը, երբ որ մտածում էր գրել ամենամոդեռն բանաստեղծությունները, իր երազանքն էր դա, մտածում էր գրել Սողոմոնի երգերի նմանությամբ, այսինքն այս մոդեռնությունն էլ իր հերթին Աստվածաշնչին ընդգծեմ։ Ես մի ցավալի բանի մասն եմ պարզապես ուզում շեշտել, այն որ այն ամբողջ շքեղությունը, հարստությունը, որ ուներ Աստվածաշնչի թարգմանությունը ի սկզբանե, ըստ ամենայնի մեզ չի հասել, ըստ ամենայնի, եւ երբ որ այսօր խոսում ենք մեր միջնադարյան մատենագրության մեջ Աստվածաշնչի մեծ ներկայության մասին, դա բացառիկ իսկապես պատեհություն է, որտեղ հին ձեռագրեր եղել են գրչագրերը, ըստ ամենայնի այդտեղից են օգտվել եւ հնարավոր է հենց այդ մեր մատենագրության միջոցով հավաքել, համակարգել Աստվածաշունչը։ Հա, Աստվածաշնչի այդ մայր թարգմանությունը, որտեղ այնտեղ ոճեր կան, ձևեր կան, բառ ընտրություններ կան, եւ սա այն դեպքերից է, երբ որ տեսեք ունենք Աստվածաշունչը, չէ, բովանդակությանը ծանոթ ենք, այդ ոճական բոլոր յուրահատկությունները գիտենք, բայց ստացվել են պատարագամատույցի խոսքի մեծ մի բան, էլի, սկոյսետի քույոց քեզ մատուցանեմ։ Մեր մատենագրությունը սնվել է Աստվածաշնչից ամեն ձև եւ այսօր ինքը դարձել է նաև յուրովի հուշարձան, որով կարելի է վերականգնել մայր թարգմանությունը Աստվածաշնչի։ Սա ֆենոմենալ բան է, իսկապես նաև մշակութաբանական տեսանկյունից։ Ոճերի օգտագործումը, ժանրերի բազմազանությունը, բայց շատ կարևոր է հենց գաղափարական ուղղվածություն, այ ինչից սկսեցինք եւ երևի դրանից էլ ամփոփ ենք գաղափարներ, որոնք 5-րդ դարի հետագայի նաև փիլիսոփայական միտքը զարգացրեցին, աստվածաբանական միտքը զարգացրեցին, բայց նաև հավերժական, այսպես մեծ ընդգրկման գաղափարներ են, չգիտեմ, աստվածահաճո ընթացք, բարոյականության ինչ որ չափանիշներ, այ կրթության, գիտության, իմաստության կարևորությունը, հերոսության, սխրանքի կարևորությունը, նահատակների սրբացման այս կարևորությունը կամ այդ նահատակների կերպարները հավատի, նաև մեր դեպքում պետականության, պետության համար, ուրեմն պայքար մղելու, նաև ազատության ձգտումներ, խոնարհություն, պարկեշտություն, այսինքն այն բոլոր կարևորագույն գաղափարները, որոնք ժամանակներից դուրս են եւ վեր են ժամանակներից, թելադրված եւ եկել են այդ տեքստերից եւ հետո մասնավորվելով ազգային երանգ գույն են ստացել եւ դարձել են ազգային, այսինքն այս թարգմանությունը զարմանալի է, որ ընդհանրական քրիստոնեական բան է, բայց հենց մեր այս ճկնաղ գրափարի միջոցով մեր հեղինակների իմաստության եւ ներշնչման եւ նաեւ ազգային պետական ուղղվածության շնորհիվ դարձել է անչափ ազգային։ Մի օրինակ եթե բերեմ, այս պատկերը ամբողջը առարկայական կդառնա, ավելի լավ կպատկերացնեն, գիտես շատ լավ իզնից, որ մեր պատմագրության մեջ, մատենագրության մեջ ինչ ֆենոմենալ դեր ունի համեմատությունը ընդհանրապես, եւ ուղղակի չես գտնի կամ հազվադեպ կգտնես հիմնականում անտիկ շրջանի հերոսների մասով է դա, էլի, պատմական որևէ հերոս, որի սխրանքները, քաջագործությունը, հատկապես նահատակության դրվագները չեն համեմատում Աստվածաշնչյան որևէ դրվագի հետ եւ այլն, հա, եւ դրանով իսկ են արժեվորվում նախ եւ առաջ, որովհետեւ այսպիսի մի բարդ բան ասեմ, էլի, գուցե ընկալման տեսանկյունից, զոհաբերությունը, նահատակությունը ինքնին մեր մատենագրության մեջ գուցե այդքան չտպավորի, եթե դու չունես Աստվածաշնչի դրա նախօրինակը, որի հետ կհամեմատես։ Եվ մեր ազգային գիտակցության մեջ, մտածողության մեջ շատ կարևոր մեծ նշանակություն ունեցող պատմական կերպարներ, նույն Վարդան Մամիկոնյանը,
ինքը ունի այդ արժեքը ոչ միայն իր սխրանքով, ոչ միայն իր նահատակությամբ, այլ որ նրա այդ նահատակությունը Եղիշեն ինքը զուգաբերել է աստաշնչյան, հա, էրոսների սյուժեների բազմաթիվ այսպես զուգահեռումներով եւ դրանով լրացուցիչ այսպես պսակ տալով Վարդան Մամիկոնին, այնպես որ աստաշնչի այդ թարգմանության դերը գնահատելը չափազանց դժվար է, որովհետեւ եւ առարկայաբար եւ ոչ առարկայաբար ինքը գործ ունի մեր կյանքի բոլոր հատույթներում, մեր արարքներում եւ անգամ, չգիտեմ, մեր սեղանին դրված այս գրքերի մեջ, որոնք թվում է թե առաջին հայացքից աստաշնչի հետ ոչ մի կապ չունեն։ Այո, մեկ հաղորդման շրջանակում շատ դժվար է այդ ամբողջ ամփոփել կամ ընդհանուր գծեր նույնիսկ նշել, բայց մենք կարող ենք ամեն օր էլ բացել եւ ընթերցել Աստվածաշնչի գրաբար կամ աշխարհաբար թարգմանությունը եւ իհարկե ընթերցենք մեր ճգնախ հին միջնադարյան գրականությունը։